Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը, թե մարտի 18-ին 8-55-ի սահմաններում Հայաստանի զինված ուժերի ստորաբաժանումները կրակ են բացել սահմանագոտու արևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ չի համապատասխանում իրականությանը։ Այս մասին տեղեկացնում է Պաշտպանության նախարարությունը։ Հիշեցնենք, որ Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմն առաջարկել է հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի եւ կամ այդ մասին տեղեկությունների հետաքննության Հայաստան-Ադրբեջան համատեղ մեխանիզմ ստեղծել, ինչին մինչև օրս Ադրբեջանը չի արձագանքել։ Հայաստանի վարչապետի աշխատակազմը վերահաստատելով հրադադարի ռեժիմի խախտման դեպքերին եւ կամ նման տեղեկությունների հետաքննության Հայաստան-Ադրբեջան համատեղ մեխանիզմ ստեղծելու մասին իր առաջարկը հայտարարում է, որ Հայաստանի բանակը հրադադարի ռեժիմի խախտման պատճառ կամ հրահանգ չունի։ Հայաստանի կառավարությունն առաջնորդվում է խաղաղության օրակարգով, ինչի անհերքելի ապացույցն են Հայաստանի եւ Ադրբեջանի միջև խաղաղության եւ միջպետական հարաբերությունների հաստատման մասին համաձայնագրի տեքստի վերջնականացմանն ուղղված քայլերը։ Թուրք լրագրող Բարչա Նինանչը Հայաստանում պաշտոնատար անձանց հետ ունեցած հանդիպումներում ստացած տեղեկատվությունը վերլուծելիս խոսել է Ադրբեջանի ապակառուցողական քաղաքականության մասին։ Նա նշել է, որ իր ընկալմամբ Հայաստանում մտահոգություն է առկա, որ Ադրբեջանը ռազմական ճանապարհով կարող է փորձել վերցնել այդ միջանցքը, որը Հայաստանի տարածքով է անցնում։ Նա այդ մտահոգությամբ է բացատրել Հայաստանի պաշտպանական քաղաքականությունը։ Հայաստանն այդ իսկ պատճառով է Ֆրանսիայի, Հնդկաստանի նման երկրներից զենք ձեռք բերում, իսկ Ադրբեջանն ասում է չեղարկիր այդ զենքի գնման պայմանագիրը։ Ինչու ես զենք գնում, եթե զենք ես գնում, նշանակում է դու խաղաղություն չես ցանկանում։ Այս տարածաշրջանի համար սպառնալիք ես ներկայացնում, ասել է վերլուծաբանը եւ շարունակել։ Շատ լավ, բայց Ադրբեջանն էլ Իսրայելից հետ թե հետախուզական տվյալներ, թե զենք ստանում։ Որևէ մեկն Ադրբեջանին չի ասում, ինչու ես Իսրայելից ու Թուրքիայից զենք գնում։ Երևանի քաղաքապետարանը շարունակում է իրականացնել մայրաքաղաքում կանաչ ֆոնդի հարստացման աշխատանքներ։ Դրանք ընդգրկում են Երևանի բոլոր վարչական շրջանները, մասնավորապես Նոր-Նորք վարչական շրջանում Միասնիկյան Լվովյան փողոցներին հարակից տարածքում հիմնվելու է շուրջ 30 հեկտար մակերեսով զբոսայգի։ Ուկրաինայի ղեկավար Վոլոդիմիր Զելենսկին հայտարարել է, որ Ուկրաինան պատրաստ է անվերապահ 30-օրյա հրադադարի, բայց դրա իրագործման անցնելու համար Ռուսաստանը պետք է դադարի պայմաններ առաջադրել եւ այդ մասին մենք խոսել ենք նաեւ նախագահ Մակրոնի հետ, գրել է Ուկրաինայի ղեկավարը։